Շատ ակնհայտորեն դիմադրության բոլոր կենտրոնները ջարդելու խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը։ Իմ կարծիքով ինքը 2026-ի ընտրական ցիկլը ապահովագրում է հնարավոր բոլոր ռիսկերից։ Եվ որտեվ տեսեք, միայն եկեղեցու դեմ արշավ չի, իհարկե դրա հետ ասոցացնում, բայց Սամվել Կարապետյանի պատմությունը կա, որը ընդհանրապես արդարադատության բռնաբարության նմուշ է, ամբողջությամբ, որտեվ այդ ընդհանրապես որևէ ձևով ընկալելի չի։ Կա նաև արդեն բացահայտ, եթե առաջ ինչ-որ բաներ քողարկում էին, նույնիսկ Մասիս Մելքոնյանի վրա մակագրել մի քիչ ձևեր թափելով պիտի անեին, ուրիշ ձևերով անեին, կամ մի հատ դատավոր պլստար, հետո վերաքնիչով իրանց ուզածին հասնեն, հիմա ուղղակի շատ բացահայտորեն գնում են մակագրում են այն դատավորին, որ գլխացավանքել չլինի, օրինակ 16 ձերբակալվածներից 16-ը 2 օր առաջ կանոնավորվեցին Բագրատ Սրբազյանի, 100%-անոց արդյունք է արձանագրում։ Այստեղ շարունակվելու է այս արշավը ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը ասիմետրիկ պատասխանների կամ քաղաքական սեփական օրակարգը առաջ մղելու խնդիր չի լուծել։